Մեր տան սպասքի պես մի տարեք դրեք պահարանը ու դուռը փակեք, որ թեկուզ 50 տարի հետո էլ վարչապետ գա տեղ ասեն դաշնամուրն ուր ասեք հեսա ձեր տված չի։ Այդ դաշնամուրը դրած է, որ երեխեքը նվագեն։ Թող երեխեքը նվագեն, փչացնեն, թող տան ջարդեն, մի պահեք պահեստում։ Դրեք բեմերի վրա, բոլոր տեղերը, մարզպետներին եմ ասում, դաշնամուրները ստացված են, դաշնամուրները պետքա լինեն բեմի վրա կամ հասանելի տեղ, դահլիճում պետքա լինեն, որ երեխեքը նվագեն այդ դաշնամուրի, երեխեք իհարկե ասի ջարդեք, բայց չջարդեք, այդ տենց բան էր, տենց պատկերավոր նկարագրություն էր, որտեվ դա արվում է, որպես երեխեք ստեղծագործելու հնարավորություն ունենան, դպրոցում երկար մնալու մոտիվացիա ունենան եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլի ասում եմ, ցնցուղները դպրոցի թող օգտագործեն։ Մտնում եմ բանը, ցնցուղ, նայում եմ օգտագործած չի, ասում եմ չեք օգտագործել ոչ մի անգամ, ասում եմ հա չենք օգտագործել։ Ասում եմ քանի երեխա կլինի դպրոցում, կլինի 5 երեխա, 10 երեխա, ում տանը ցնցուղ չկա։ Կլինի ձեր դպրոցում, հնարավոր է տենց բան։ Ասում են հա, ասում են թող տուն գնալուց առաջ գան ցնցուղ ընդունեն, նոր գնան, ինչ կլինի, վատ կլինի։ Կառավարությունը փող է ծախսել դրա համար, որ այդ երեխեքը օգտվեն նրա համար չի, որ գանք նկարվենք, PR անենք, ասենք, տեսեք ցնցուղ ենք բան արել։